Եվրոպական կառույցների ղեկավարները դեռևս չեն պատասխանել Վրաստանի վարչապետի բաց նամակին։ Իշխանության ընդդիմախոսները բաց նամակը անվանում են ոչ լուրջ եւ խնդիր են տեսնում այն բանում, որ Վրաստանի վարչապետը ռազմավարական գործընկերների հետ ստիպված է հարաբերություններ հաստատել բաց նամակի միջոցով։ Իսկ վրացական երազանքի անդամները լիովին կիսում են Իրակլի Կոբախիձեի բաց նամակում հնչեցրած ուղերձները եւ կարծում են, որ Եվրամիության կողմից Վրաստանի նկատմամբ կիրառվում են երկակի չափանիշներ։ Վրաստանի վարչապետի բաց նամակի հասցեատերերն են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Իրակլի Կոբախիձեն հետաքրքրվում է, թե ինչպես են գնահատում այն բռնությունը, որը տեղի ունեցավ Կոպենհագենում, երբ խաղաղցույցի մասնակիցներին սկզբում ծեծի ենթարկեցին մահակներով, ապա նրանց դեմ կիրառեցին շներ։ Գնահատականներ են արվում ներքին գործերի նախարարությունում նոր հատուկ բաժին ստեղծելու որոշման վերաբերյալ։ Իշխանական թիմում նախաձեռնությունը կարևոր են անվանում եւ հայտարարում, որ տարբեր խմբեր հասարակությունը պառակտելու համար նպատակաուղղված օգտագործում են ատելության լեզուն։ Իսկ ընդդիմությունը ատելության տարածման մեջ մեղադրում է վրացական երազանքին։ ՆԳՆ-ում ստեղծվում է նոր հատուկ բաժին, որը կհետևի հանրային տարածքում ատելության խոսքի, վիրավորական արշավների եւ ագրեսիվ հաղորդակցության մոնիթորինգին եւ կիրականացնի համապատասխան արձագանք։ Ջեյդի Վենսը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լեհաստանում զորքերի տեղակայման փոփոխությունը ոչ թե կրճատում է, այլ սովորական ռոտացիոն հետաձգում։ Լրագրողի հարցին, թե ինչու է Վաշինգտոնը պարգևատրում Պուտինին եւ պատժում դաշնակիցներին, Վենսը մերժել է այդ մեկնաբանությունը եւ նշել, որ Ամերիկայի արտաքին քաղաքականությունը նպատակ չունի ոչ Պուտինին պարգևատրելու, ոչ էլ Լեհաստանին պատժելու։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները չի կարող լինել աշխարհի ոստիկան եւ ամերիկյան ռեսուրսների վերաբաշխումը նախ եւ առաջ ծառայում է սեփական անվտանգությանը։ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ Իրանի հետ պատերազմը շատ արագ կավարտվի։ Դոնալդ Թրամփի խոսքով իրանցիները շատ են ցանկանում համաձայնության հասնել եւ արդեն հոգնել են այս իրավիճակից։ Երկրի առաջնորդը հայտարարում է, որ կողմերի միջև համաձայնությունը դեռ 47 տարի առաջ պետք է կայացած լիներ։ Ինչ վերաբերում է նավթի գներին, Թրամփը նշում է, որ հենց կողմերը համաձայնության հասնեն, նավթի գինը շատ արագ կնվազի։ Պեկինում ավարտվել է Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Առաջնորդները ստորագրել են ավելի քան 20 համաձայնագիր, այդ թվում համապարփակ գործընկերության եւ ռազմավարական համագործակցության խորացման վերաբերյալ։ Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Հանդիպման մեկնարկից առաջ Վլադիմիր Պուտինը Սի Ցինփինին հայտնել է, որ հաջորդ տարի սպասում է նրան Ռուսաստանում եւ նշել, որ Պեկինի ու Մոսկվայի միջև հարաբերությունները նպաստում են գլոբալ կայունությանը։ Իր հերթին Չինաստանի առաջնորդը նշել է, որ երկրների միջև հարաբերությունների այս մակարդակին հասնելու պատճառը ընդհանուր քաղաքական վստահության եւ ռազմավարական համագործակցության խորացումն է։ Թբիլիսիի քաղաքապետարանը արդեն մի քանի տարի իրականացնում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղամիջոցների ֆինանսավորման ծրագիրը։ Այսօր Թբիլիսիի քաղաքապետը խոսել է ծրագրի արդյունքների մասին եւ նշել, որ դրա արդյունավետությունը բավական բարձր է։ Ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղամիջոցները բոլոր շահառուներին ամբողջությամբ 100%-ով ֆինանսավորվում են։ Թբիլիսիի քաղաքապետարանը մեկ հիվանդի բուժման ամբողջական կուրսի համար հատկացնում է նվազագույնը 24750 եւ առավելագույնը 70110 լարի։ Այս տարի ծրագրի բյուջեն կազմում է մոտ 7 միլիոն 300 հազար լարի։ Այսօր դպրոցներում շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը։ 12-րդ դասարանի աշակերտները ավանդույթի համաձայն դպրոց են եկել սպիտակ շապիկներով, որոնց վրա դասընկերներն ու ուսուցիչները թողնում են ինքնագրեր եւ բարեմաղթանքներ։ Կրթության նախարարը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցի ավարտի կապակցությամբ։ Նախարարը այցելել է Թբիլիսիի առաջին փորձարարական դպրոց եւ հաջողություններ մաղթել ավարտական դասարանի աշակերտներին։ Այսօր Վրաստանի դպրոցներում ուսումը ավարտում է 42738 12-րդ դասարանցի։ Ունենք անթիվ գույներ։ Այս խորագրով Ռուսթավելի թատրոնում անցկացվել է մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։ Կատարվել են ինչպես վրացական, այնպես էլ տարբեր ժողովրդական ավանդույթներով ներշնչված երաժշտական ստեղծագործություններ, վոկալ եւ խորեոգրաֆիկ կոմպոզիցիաներ։ Հանդիսատեսը դիտել է հատվածներ վրացական եւ ադրբեջանական ներկայացումներից։ Մշակութային բազմազանության համաշխարհային օրը նպատակ ունի խորացնել միջմշակութային երկխոսությունը, ճանաչել բազմազանությունը եւ պաշտպանել մշակութային ժառանգությունը։
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ելույթ է ունեցել ամերիկյան առաջընթացի կենտրոնի համաժողովում եւ զրուցել Չինաստանի հետ դեմարդեմ հակամարտության վտանգի մասին։ Նրա գնահատմամբ, եթե Միացյալ Նահանգները միայնակ պայքարի Չինաստանի դեմ, դա այնպիսի խաղ է, որը հնարավոր է պարտվել։ Էնթոնի Բլինքենի խոսքով, ներկայումս Դոնալդ Թրամփը բազմաթիվ հարցերում չունի բավարար աջակցություն երկրի ներսում եւ երկիրը նաեւ աշխարհում թույլ դիրքերում է։ Որպես օրինակ, նա բերում է 130 երկրում անցկացված հարցումը, որի համաձայն Չինաստանն ավելի վստահելի դերակատար է ընկալվում, քան Միացյալ Նահանգները։ Հատկապես տեսանելի է Գերմանիայի օրինակը, որտեղ բնակչության 70%-ը Ամերիկային դիտարկում է որպես մրցակից։ Այս միտումը Բլինքենի գնահատմամբ զգալիորեն թուլացնում է Արևմուտքի հնարավորությունը չինական մարտահրավերների դիմաց միասնական ճակատ ստեղծելու հարցում։